Պարոն Կարապետյան, տնային կալանքի պայմաններում ո՞նց եք պատրաստում ձեր քաղաքական պայքարն իրականացնել։ Ո՞նց եք պատրաստում տնային կալանքում քաղաքական։ Իսկ դուք ինչպես եք պատրաստում։ Ինչից են այս պահին վախենում։ Իսկ ինչն է իրենց մտահոգությունը, պարոն Կարապետյան։ Դե իրենց հարցրեք, ես ինչ գիտեմ, վախենում եմ։ Այս հանրային հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ նաև միջազգային հարթակներում կկարողանա ինչ-որ բան փոխել այսօրվա իրավիճակում։ Դուք եք փոխելու, դուք։ Պարոն Կարապետյան, Ձեր ակտիվությամբ, համառությամբ ամեն ինչ փոխելու եք։ Եթե հայտնի հայտարարությունը չլիներ, դու քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնեիք, որովհետև ասել եք քաղաքականությամբ չեք զբաղվելու։ Դուրս դուք չեք։ Այսինքն այդ հայտարարությունը ստիպեց քաղաքականություն։ Արտարությունները ստիպեցին։ Պարոն Կարապետյան, իսկ իշխանության գալու պարագայում գործող իշխանության հանդեպ ինչպիսի վերաբերմունք է լինելու։ Քնեմ այսօր զարթնեմ որոշ։ Պարոն Կարապետյան, Փաշինյանն ասում է ըստ էության Ռուսաստանից է ուղղորդված, որ գաք մասնակցեք քաղաքական ընտրություններին։ Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը։ Փաշինյանը այսօր շուրջ հանգյալ է անվանել ձեզ Քոչարյանի եւ Բերետինի ձայն տպրոցից Հիմա ճանապարհը բացում եք արտադրական։ Ես ինչ արտադրական պետք է արտադրական։ Կարապետյան, երբ եք հրապարակային հրավիրելու մեզ ձեզ հետ խոսելու։ Արդեն սկսել են ձեզ բոմժ դարձնելու գործընթացը, պարոն Կարապետյան։ Ասես սկսել են ձեզ բոմժ դարձնելու գործընթացը իշխանությունները։ Թույլ տվեք։ Անլուրջ մարդկանց հայտարարությունները արձագանք։ Կներեք ժողովուրդ ջան։ Հետևից չեն կարող մտնել ժողովուրդ։